1936 թվականի հուլիսի 9-ին, երեկոյան ժամը 9-ին, Թիֆլիսյան իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ընկեր Խանջյանը։ Ինքնասպանության հանգամանքները հետևյալն են։ Հուլիսի 9-ին Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի բյուրոյի նիստին լսվել եւ քննարկվել էր ներքին գործերի ժողկոմի զեկուցումը Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների բացահայտման մասին։ Իբրև վառ օրինակ, ուշադրության կենտրոնում էր Հայաստանի կենտկոմի անդամ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ստեփանյանի գործը, ով այժմ հակահեղափոխական խմբավորման այլ անդամների հետ միասին ձերբակալված է ներքին գործերի մարմինների կողմից։ Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ Հայաստանի կուսակցական մարմինները Ստեփանյանի հակահեղափոխական գործունեության մասին ահազանգեր ունեին դեռևս 1934 թվականին։ Կենտկոմի աշխատակից Դաբաղյանը 1934 թվականին դիմում էր ներկայացրել կուսկ կոլեգիայի քարտուղար Գալոյանին, որտեղ ասվում էր, որ Ստեփանյանը, ով այդ ժամանակ լուզ ժողկոմ էր, զրույց է ունեցել կուսակցության անդամ Մարտյանի հետ եւ արտահայտել հետեւյալ մտքերը. Ստալինի քաղաքականությունը տանում է մեր երկիրը կործանման։ Մեր փրկությունը ներքին հեղաշրջումն է։ Ստալինին պետք է ոչնչացնել, ազատել պաշտոնից։ Կուսկոլեգիա հրավիրված Մարտյանը հաստատեց Դաբաղյանի դիմումը։ Կուսկոլեգիան այդ դիմումները հետաքննելու եւ Ստեփանյանին մերկացնելու փոխարեն վերջինիս արդարացրեց։ Իսկ դիմումի հեղինակը իբրև զրպարտիչ խիստ նկատողություն ստացավ։ Խանջյանը տեղյակ էր այս դիմումի մասին, բայց ոչինչ չձեռնարկեց Ստեփանյանին մերկացնելու համար։ Իր ելույթում ընկեր Բերյան խիստ քննադատեց Հայաստանի ղեկավարության կողմից Ստեփանյանի գործում թույլ տրված կոպիտ քաղաքական սխալը։ Խանջյանը ընդունեց իր եւ կուսկոլեգիայի սխալները ու համաձայնվեց բյուրոյի ընդունած բոլոր առաջարկությունների հետ։ Բյուրոյի նիստը ավարտվեց երեկոյան 5:30 րոպեին, եւ Խանջյանը գնաց իրեն հատկացված բնակարան։ Ժամը 6-ին Խանջյանի մոտ եկան բյուրոյի անդամներ Գուլոյանը, Ամատունին, Կուդրյավցևը։ Ժամը 7-ին Կուդրյավցևը գնաց, իսկ Ամատունին եւ Գուլոյանը մնացին եւ հանգստանում էին հարևան սենյակներում։ Ժամը 9-ի մոտ Ընկեր Խանջյանն իր սենյակում ատրճանակով ինքնասպան եղավ։